Տեր իմ փառք եմ տալի քեզ։ Ես անչափ շնորհակալ եմ իմ արքա, որ մենք ունենք հնարավորություն մասնակցելու քո գործի մեջ, Տեր իմ Աստված, եւ մեր հոգով, եւ շնչով, եւ մարմնով, եւ մեր նյութականով, Տեր ջան, եւ մեր ֆինանսականով, որովհետեւ մենք ամբողջովին քեզ ենք պատկանում։ Քեզ եմ փառք տալի ես, Տեր։ Քեզ եմ ասում շնորհակալություն, իմ Տեր։ Փառավորվի քո սուրբ անունը ամեն վայրկյան եւ րոպե։ Քեզ ենք հանձնում ամբողջ ընթացքը, Տեր ջան, Հիսուս Քրիստոսի կենդանի անունով, հավիտյանս հավիտենից, ամեն։ Թանկագիններ, իմ օրհնյալ եղբայրներ եւ քույրեր, դուք այդտեղ ու կնդիր չեք եւ այստեղ ինչ որ մեկը պաշտամունք կամ էլ մեկ ասում ենք ժողով անցկացնող։ Մեզանից ամեն մեկը ունի մեկ սիրտ եւ մեկ մարմին, որտեղ որ ես եւ դու միացած ենք։ Մեզանից ամեն մեկը Սուրբ Հոգով մտցված է Հիսուս Քրիստոսի մարմնի մեջ եւ դա գերագույն մեծագույն ամենամեծ սպասելիքն է, որ դառնա իրականություն, թանկագիններ ջան։ Հիմա մենք հոգեվոր առումով մտցված ենք այդտեղ, բայց մի օր, մի սքանչելի օր, երբ որ Տերը ամպերով իշնի, մեզանից ամեն մեկը իրապես կփոխվի եւ իրապես ամեն մեկը բարձրանալով կմիանա Տեր Հիսուս Քրիստոսին։ Չեմ կարող ասել ֆիզիկական, որովհետև այդ երևույթը ֆիզիկական չի, բայց իրականում տեղի կունենա մի բան, որը կարող ենք անվանել եւ ֆիզիկական, եւ հոգեվոր, եւ մենք իրոք կմիանանք Տերոջը եւ կդառնանք իրականում բացարձակ sense բացահայտ իրար տեսնելով Տերոջ մարմնի անդամը։ Եվ հիմա այստեղ երկրի վրա նստելով մենք մարմնի անդամ լինելով Տերոջ Պողոս առաքյալից հորդոր ունենք։ Երբ Պողոս առաքյալը մեզ ցույց է տալի, թե ինչպես նաև մենք կարող ենք լցվել Սուրբ Հոգիով։ Եվ ինքը հետաքրքիր ճանապարհ է մեզ ցույց տալիս։ Ինքը չի ասում դու պիտի նստես եւ մեկը քեզ խոսի եւ դու այդ պահին լցվես։ Ինքը ասում է, որ մեզանից յուրաքանչյուրը լցվելու ճանապարհ ունի, Տերոջը փառավորելով, սաղմոսներ երգելով, փառաբանություն բարձրացնելով եւ Տերոջը աղոթելով։ Սա ամեն մեկի կանչվածությունն է։ Եվ եթե դու իրոք ուզում ես վայելես Հիսուսին, դու այդպես արա, թանկագին իմ եղբայր եւ քույր։ Գիտեք, գնացել եմ մի քանի տեղ խոսք խոսելու եւ մարդիկ իմ ծանոթ, իմ հարազատ եղբայրները կամ քույրիկները, ասենք ընտանիք են, իրենք հետո կիսվում են եւ ասում են, որ գիտես, այնքան սովորական է դառել եկեղեցին։ Ասում են ո՞նց սովորական է դարձել։ Հա, եթե մենք ուղղակի ամեն օր գնանք գանք կամ ամեն կիրակի գնանք գանք կդառնա սովորական։ Բայց եթե դու ամեն անգամ կենթանի Աստծուն հպվում ես քո փառաբանությամբ, հպվում ես քո աղոթքի կյանքով, ընկնում ես իր ոտքերի տակ եւ մեծարում ես նրա անունը, ո՞նց կարա Հիսուսի ներկայությունը սովորական դառնա։ Հիսուս այնքան յուրովի է հպվում, այնքան յուրովի է շարժվում, անկրկնելի ամեն անգամ։ Դրա համար շատ Աստծո մարդիկ ասում են, անգամ հավիտենականությունը քիչ է, որ մենք Աստծուն ճանաչենք։ Ամեն անգամ ինքը յուրովի է հպվում։ Եվ ես այնքան եմ ուզում, որ մեզանից յուրաքանչյուրը դադարի սովորական պաշտամունքի մասնակից լինելուց։ Թող քո սիրտը վառվի այնպես, որ գազ ու այդ պաշտամունքը փոթորիկ դառնա քո համար։ Եվ այստեղ, եւ քո տանը, եւ քո փողոցում քայլելուց։ Ես նոր դարձի եկեմ եւ Սուրբ Հոգով նոր եմ մկրտվել, գնում էի փողոցով եւ աղոթում էի։ Ամբողջ իմ հարազատությունը ինձնից երես էր թեքե։ Ոչ մեկը տեսնելով աշկ չուներ ինձ ստենալու, թանկագիններ։ Պապաս ասում էր դու իմ անունը պախարակեցիր։ Հա, միակ հետը շփող մարդը մաման էր։ Քերիներս գիտնական, գիտակ, զարգացած, գալիս են նստում են
Ես էլ Աստվածաշունչը լավ չգիտեմ, 2-3 ամիս դարձեկած մարդ եմ, ամեն օր կարդում եմ, բայց լավ չգիտեմ։ Հիմա հարց ա տալի, ես ընդ կմկմում եմ, շփոթվում եմ, մեկ էլ սենց անում։ Տես, դու չգիտես, դու պետքա չպաշտես այդ ասուն։ Հիմա նստել ականջիս։ Մի օր այն օրը ինձ գցեց, մամաս եկավ, ձեռքից բռնեց, ասավ, «Էլ չգաս ես տուն, մինչև երեխուս ես ինչ օրն ես գցում, բա»։ Ասել ես ինչ է։ Ասել ես այն է, որ այդ վիճակում փողոցով ես գնում էի, թանկագիններ, Սուրբ հոգով աղոթում եմ այսպես, աղոթում եմ, լեզուներով աղոթում եմ, մեկ էլ ախպերս մի 15 մետրից գալիս է։ Ինձ է թվում է ինքը չի տեսնում, որ ես աղոթում եմ։ Մեկ եկավ սենց ալ, աղոթում ես, գոնե փողոցում մի արատես բախ հայտարարես անը։ Թանկագիներ, երբ քո սիրտը վառվում է, դու էլ չես նայում, փողոցում չես, տանն ես, որտեղ ուզում ա լինի, քո սիրտը փառավորում է Տիրոջը։ Այս 2 օրը ինձ մի երիտասարդ էր զանգել, ինքը խնդիրներ ուներ։ Չեմ կարող ասել ինչ խնդիրներ, բայց զանգել է բողոքում է կենթանի Աստված, կենթանի չի եւ այլն, խոսեցինք բավականին երկար ժամանակ, մեկ էլ ասեցի, լսի, ես քեզ մի բան ասեմ, իմ թանկ աղբերիկ, ինձ երևի մի 20, երևի մի 30 տարի փոքր է։ Ասի, խնդրում եմ, դու դուրս արի փողոց, քո գլուխը բարձրացրու մի հատ երկինք, մի հատ տես ինչ գեղեցկությամբ է Աստված արարել ամեն բանը քո համար, որ դու վայելես այս ամենը, դու շնչես, դու ամեն օր աչքերդ բաց անես, եւ դու 2 ճանապարհ ունես։ Կարող ես մռութներդ կիտել, նմռութ նստել ու ասել, «Յախ, քեզ ինչ օր է», եւ կարող ես ասել, «Փառք ես Տեր Աստված, այս քանչելի արևի համար, որ փայլում է ինձ համար»։ Այս ամպերի, որ այսքան գեղեցիկ նկարի եւ պատկերներ են ինձ համար ձևավորում։ Փառք ես Տեր Աստված, այս մթնոլորտի համար, թեկուզ անձրևի համար, փառավորվի քո անունը։ Հուսամ, որ ինքը այդպես էլ արեց, որովհետեւ դրանից հետո դեռ չեմ խոսել իր հետ։ Բայց մեզ ամեն մեկիս սա վերաբերվում է։ Մեզ ամեն մեկիս։ Մենք ունենք հոգևոր աշխարհ, եւ ունենք նյութական, ֆիզիկական աշխարհ։ Մենք որպես հոգևոր մարդիկ կանչված ենք ոչ թե մեջտեղով եւ ֆիզիկականով քայլելու, այլ հոգևորով, այն էլ ամեն օր։ Որովհետեւ հոգևոր մարդը վայելում է կենթանի Աստծո ներկայությունը եւ հասկանում է, թե ինչպիսին է Աստված եւ ինչ է արել իր համար։ Հետաքրքիր բան կա հոգևորին վերաբերվող գրված Մատթեոս 6-րդ գլխի 33-ից 34 համարներում։ Այնինչ այստեղ գրված է, սա վերաբերվում է հոգևորին, որովհետև նյութական աշխարհը իր մեջ այս գաղափարը չի պարունակում։ Նյութական աշխարհը ունի մեկ թագավոր, այս օդի իշխանը։ Մենք էինք թագավորները, բայց ցավոք սրտի տանուլ տվեցինք մեր իշխանությունը։ Եվ սատանա խաբեբայությամբ դառավ այս օդի իշխանը։ Եվ ահա Աստված առաջարկում է մարդկությանը ալտերնատիվա, այլ ընտրանք։ Եվ տեսեք ինչ ասում, Մատթեոս 6:33-34։ Փնտրեք ամեն բանից առաջ Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը, եւ մնացածը ձեզ կտրվի։ Ուրեմն մի մտածեք վաղվա օրվա մասին, որովհետեւ այն ինքը իր համար կհոգա, ամեն օրվա համար հերիք է իր հոգսը։ Փնտրեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը։ 6000 տարի առաջ երկրագնդի վրա կար մի տեղ, որը մենք անվանում ենք եւ անվանում ենք Աստծո դրախտը։ Եվ Աստծո դրախտը Տերը դրել էր անբիծ եւ անարատ երկրագնդի վրա։ Եվ Աստծո դրախտում Ադամը եւ Եվան ամեն օր հանդիպում էին կենթանի Աստծո հետ եւ մտնում էին Աստծո ներկայությունը եւ Աստված իջնում էր երեկոյան եւ իրենց հետ հաղորդակցում էր եւ շփում ուներ։ Այս Աստծո արքայությունը անբաժանելի մասն էր եւ Ադամի եւ Եվայի, հասկանում ես։ Այսինքն Ադամը եւ Եվան գիշերը քնելիս արքայության մեջ էին, առավոտը արթնանալիս արքայության մեջ էին, քայլելով արքայության մեջ էին։ Կարող է որևէ հրեշտակ հենց այդ պահին մոտենում էր եւ իրենց հետ զրուցում էր։ Կարող է իրենք մի քայլ անեն այն կողմ եւ մտնեին Տերոջ գահի առջև կանգնելու։
Ես իմ մեջ ունեմ այսպիսի կարծիք, որ Տերոջ գահը եւ այդ դրախտի պահը իրար հետ համաձուլված էին եւ հոգեվոր աշխարհներ բաց եւ նյութական աշխարհներ բաց Ադամի եւ Եվայի համար։ Այսինքն մարդու համար սահմանափակում չկար ֆիզիկական աշխարհում վայելել Աստծո արքայությունը, թե հոգեվոր աշխարհում լինել Աստծո արքայության մեջ։ Հասկանում եք։ Բայց մարդը մեղ գործեց։ Երբ մարդը մեղ գործեց, ինքը զրկվեց այս հոգևոր մթնոլորտից, հոգևոր միջավայրից, այն պահից, որ Աստված իրեն ստեղծելու պահից թույլ էր տվել, որ մարդը վայելի, հասկանում ես։ Եվ երբ մարդը հոգևորապես մահացավ եւ զրկվեց Աստծո ներկայությունից, դրանից հետո ինքը ամեն օր ստիպված է ընտրել Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը, հասկանում ես, այն ինչ որ տրված էր ստեղծագործության պահից մարդը ստիպված եղավ դրանից հետո ամեն օր փնտրելու, փնտրում էր Աբելը իր զոհաբերության միջոցով, փնտրում էր Կայենը իր զոհաբերության միջոցով, համոզված եմ, որ Եվան ամեն օր արտասվում էր, հիշելով դրախտը եւ այն ինչ որ կորցրել են, որովհետև չես կարող տեսնել այն գեղեցկությունը եւ դրանից հետո դուրս գցվել ընդեղից եւ չմտածել այդ գեղեցկության մասին, չապրել ամեն օր ու ասել, «Բայց ինչ արեցի ես»։ Հասկանում եք։ Եվ ահա, մինչև մարդու վերստին ծնունդը, մարդը փնտրում էր արքայությունը, բայց արքայությունը հեռու էր։ Եզակի մարդկանց էր բացվում, մարգարեներին, կամ տարբեր Աստծո մարդկանց, օրինակ Աբրահամին, օրինակ Եսայա մարգարեին, Եզեկիելին, մեկը Տերը բացվում էր եւ ասում է. «Տեսա մեկին կանգնած, կրակոտ երեսով, փայլող մարմնով, ոտքերը որպես պղինձ»։ Մարդիկ արդեն ոչ թե վայելում էին, կներեք, Տերոջ ներկայությունը, այլ սարսափում էին, որովհետեւ մեղավոր վիճակով են մոտենում։ Հասկանում ես։ Այսինքն այն ինչ որ իր համար պիտի օրհնություն լիներ, իր համար վախի սկիզբ էր դառնում։ Եվ Հիսուսը վերստին ծնունդ տվեց ամեն մի մարդու իր խաչի միջոցով, որ ես եւ դու հավատանք վերստին ծնվենք։ Գիտեք նաեւ ինչի համար։ Ոչ միայն փրկության, այլ որ այն ինչ որ Եվան եւ Ադամը պիտի ամեն օր փնտրեր, հիմա դու ապրես այս երկրի վրա։ Հիմա դու լինես այս արքայության լիարժեք ներկայացուցիչը։ Հասկանում ես։ Աստծո արքայությունը Աստծո ներկայությունն է, Աստծո փառքի դրսևորումն է, եւ այն ապրում է քո մեջ, իմ թանկագին եղբայրս եւ քույրս, անկախ նրանից դու ինչ տարիքի ես։ Դրա համար, երբ որ ես աղոթելով գնում էի, իմ եղբայրը հեռու լինելով հասկացավ, որ ես աղոթում եմ, որովհետև ինքը տեսավ, որ ես իր նման չեմ, մռտնած երեսով գնում եմ սենց, հոգսերով, 90-ական թվականները մի հատ հիշեք էլի, հացի փող չունեիր, ուտելու հաց չունեիր, բայց մեկը աղոթելով, փառավորելով, դրժկոտալով գնում ասում, դու աղոթում ես, հա? Հա, որովհետև Տիրոջ արքայության մեջ եմ հիմա, որովհետև Տերը ինձ մտցրել է այդ փառավոր դրախտի մեջ եւ ես երկնքին նայելով դու մի ասի կարողանում եմ ուրախանամ, կարողանում եմ հասկանամ, թե ինչ գեղեցկություն է Աստված ինձ համար պատրաստ է, հասկանում ես։ Հետաքրքիր բան կա Աստծո արքայության հետ, ես այսօր պիտի խոսամ դրա վերաբերյալ։ Աստծո արքայությունը վերստին ծնված մարդու կյանքի մեջ ինքը հետաքրքիր դրսևորումներ ունի։ Ինքը հավատքի պես, հիշում եք, չէ, երկու բանը Տերը համեմատեց մանանեխի հատի չափ, այդ բանի հետ, սերմի հետ, որն է, առաջինը հավատքն է, որ մանանեխի հատի չափ կարող է լինել, եւ երկրորդը Աստծո արքայությունը, որ ցանվում է իմ եւ քո մեջ, մանանեխի հատի չափ։ Մատթեոս 13:31-32 Այլ առակ ասեց իրենց ասելով. Աստծո արքայությունը մանանեխի հատի չափ է, որը մարդը վերցրեց եւ իր դաշտի մեջ ցանեց։ Իր դաշտի մեջ
մանանեխի հատի չափ արքայությունը ցանեցիր։ Եվ տեսեք ինչ է եղում։ Նա բոլոր սերմերից փոքր էր, բայց երբ մեծանում է, դառնում է բոլոր այս ծառերից բարձր, անգամ այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են եւ ծածկվում են նրա այդ հովի մեջ։ Աստծո արքայությունը, որտեղ քո վերստին ծնունդով Հիսուսը քեզ մտցրեց, այն քո մեջ աճում է։ Հիսուսը դրեց մանանեխի հատի չափը, բայց այն քո մեջ աճում է։ Թե ինչպես է աճում, մի քիչ հետո կխոսեմ, բայց երբ այն աճում է քո մեջ, յուրաքանչյուր այս աշխարհում անգամ Աստծուն ատող մարդը հոգով, գուցե եւ չգիտակցելով, ձգվում է դեպի քեզ։ Ասում է երկնքի թռչունները գալիս են եւ այնտեղ ապաստարան են գտնում։ Ապաստարան, այդ մարդիկ գալիս են, որ քո ներկայության մեջ իրենց խնդիրների պատասխան ունենան, որովհետեւ դու այս աշխարհի ապրող մարդու պես չես։ Դու հիվանդ ես, Տերոջը փառք ես տալի։ Դու տխուր ես, Տերոջը փառավորում ես։ Դու ուրախ ես, էլի քո փառքի կենտրոնում Հիսուս Քրիստոսն է։ Դու տարբերվում ես եւ նրանք գալիս են եւ ասում են. «Կարամ քո հետ երկու բան խոսամ»։ Ասում ես, «Հա, իհարկե, ո՞նց չես կարա»։ Բա գիտես, sense խնդիր ունեմ, կարա ինձ Աստված օգնի։ Կամ կարող ենք իրար հետ աղոթք անել։ Հա ո՞նց չենք կարող։ Չէ որ իմ կյանքի մեջ ցանված է երկնային արքայության սերմը։ Եվ այն աճում է, որ դու գաս եւ դրա մեջ գտնես ապաստարան։ Հասկանում ես եղբայրս եւ քույրս։ Այսինքն դու դրված ես նրա համար, որ յուրաքանչյուր այս աշխարհում ապրող մարդը քո ներկայության մեջ Հիսուսով հանգիստ գտնի։ Ես որ նոր դարձի եկի, անդադ իմ մեջ հարց էր ծագում։ Լավ, մարդը որ դարձի է գալի, ինչու՞ չի Հիսուսը իրան միանգամից այս աշխարհից վերցնում։ Որովհետև եթե ես եւ դու այս աշխարհում չլինեինք, մի վայրկյանում Աստված այս աշխարհը կկործաներ։ Հասկանում ես։ Աստված 10 արդար էր փնտրում Սոդոմին, որ Սոդոմը չոչնչացնի։ Այս երկրում ապրող միլիոնավոր վերստին ծնունդ ունեցող քրիստոնյաները, որոնց կյանքում աճած է երկնային արքայության ծառը, դուք պատճառ եք, որ այս աշխարհը օրհնվի ձեր պատճառով, որ մարդիկ հոգսերի եւ դժվարության պատասխան ունենան ձեր պատճառով եւ մարդիկ Հիսուսին գտնեն ձեր պատճառով։ Հասկանում եք ինչ ծառ է աճեցրել քո մեջ Հիսուս Քրիստոսը։ Եվ դու այս ծառը քո մեջ կրելով մեկ-մեկ որ նայում է մեզ, լացս գալիս է։ Ես հասկանում եմ, որ ծառը աճել է, բայց ինչ-որ միտեղ իրեն կտրել են եւ աճը կանգնել է։ Անկամ աշխարհում ծառեր կան, որ իրեն կտրում է սարմատը, նոր ծիլ է տալի եւ ծառը աճում է։ Ինչու քո մեջ խնդիրը կարող է ոչնչացնել երկնային արքայության ծառի աճը, եղբայրս եւ քույրս։ Գիտես ինչու։ Որովհետև մենք չենք անում կարևոր մի քանի բան եւ դրա մասին ուզում եմ խոսեմ։ Ուրեմն երկնային արքայության ծառը աճում է եւ արմատ է գցում իմ եւ քո կյանքի մեջ։ Այն աճում է եւ արմատ է գցում, երբ որ մենք, ինչպես Կողոսացի 3-րդ գլխի 1-4 համարներում գրված է, ուրեմն եթե դու Քրիստոսի հետ հարություն եք առել, այս քո վերստին ծնունդն է թանկս։ Ուրեմն փնտրեք երկնայինը, վերինը, որտեղ որ Հիսուս Քրիստոսը հոր աջ կողքը նստած է։ Երկնայինի մասին մտածեք եւ ոչ թե երկրայինի։ Դուք մահացած եք այս աշխարհի համար։ Ուրեմն ձեր կյանքը թաքցված է Քրիստոսով Աստծո մեջ։ Հələ տեսեք քանի բան է թվարկում Կողոսացիս թուղթը, որ իմ եւ քո կյանքի մեջ երկնային ծառի արմատը եւ ճյուղերը բարձրանան եւ աճ տան։ Նախ եւ առաջ դու վերստին ծնված ես, այո եւ ամեն, բայց փնտրիր Հիսուսին։ Փնտրիր Հիսուսին։ Գիտեք, ես ուզում եմ ձեզ հարց տամ։
Երբ որ Հիսուս անունը դու 20 տարվա քրիստոնյա ես, 30 տարվա քրիստոնյա ես, 40 տարվա, երբ որ Հիսուս անունը հիմա հնչում է քո կյանքում, քո սիրտը ինչպես է արձագանքում այդ անվանը։ Ինչպես է այն արձագանքում, բաբախում է արագ, թե ընդամենը սովորական, հերթական անունն է։ Եվ գիտես, հա, ես 40 տարվա քրիստոնյա եմ, բայց այնքան սովորական է դարձել ինձ համար ամենը։ Այն չի դառնա սովորական, երբ որ քո աչքերը Հիսուսին միշտ հառած լինեն, եւ դու ամեն վարքյան նրա ներկայությունը վայելես, հասկանում ես։ Սա կարող է հասկանալ հոգևոր մարդը, կներեք, որ այսպես եմ ասում։ Ինչու հոգևոր մարդը։ Որովհետև հոգևոր մարդն է բռնում Տիրոջ ձեռքը եւ հպվում եւ շփվում Տիրոջ հետ եւ Տերը իր կյանքի մեջ ներգործություններ է բերում, որ սովորական մարդու կյանքում չկա։ Մարդիկ ասում են, տեսնում են ինձ, ասում են, ախպեր, քան տարվա քրիստոնյա ենք, Տեր, ախր ոչ մի բան չի փոխվում։ Արա ո՞նց կարաս դու քան տարվա քրիստոնյա լինես եւ չփոխվի։ Ուրեմն քո աչքերը Հիսուսին չեն հառած, այս աշխարհին են հառած։ Ուրեմն քո աչքերը փնտրում են այս աշխարհինը, ոչ թե նրան, որը երկնքում հոր աջ կողքը նստած է։ Թանկագինս, Հիսուս Քրիստոսը կենդանի է երեք, այսօր եւ հավիտյան։ Եվ եթե Հիսուսը կարողացավ շարժի առաքյալների ժամանակ ամբողջ աշխարհը, եւ Հիսուսի աշակերտները, մի աշակերտի մասին ասել եմ, բայց այնքան տպավորիչ էին վրա, տպավորությունը թողե։ Այս մարդուն նիզակներով խոցում են։ Նիզակներով խոցելուց հետո չի մահանում։ Առաքյալ եղբայրն է մեր։ Չի մահանում։ Իրեն բռնում են, խաչում են։ Խաչի վրա անմիջապես չի մահանում, մոտ 7 օր խաչի վրա ինքը կախված է լինում եւ ասում է. «Չեր տնքում, չեր բողոքում, այլ ամեն վարքյան յուրաքանչյուր մոտեցողին խոսում էր Հիսուս Քրիստոսի մասին։ Չեր բողոքում, Քրիստոս էր քարոզում, խփված ամբողջ մարմինը խաչի վրա ինքը խփված, թանկագինս։ Սա կարող է անել միայն այն մարդը, որը Հիսուսի հետ շփվել է, Հիսուսին կենդանի ձեռքը բռնել է եւ Հիսուսով ապրել է։ Երկնային արքայության ծառը ծիլ է տվել, աճել է եւ մարդիկ գալիս են, որ այդ ծառի տակ ինչ անեն, հապաստարան գտնեն։ Ամեն։ Թանկ եղբայրս եւ քույրս, քո աչքերը, եթե ուզում ես քո երկնային արքայության ծառը աճի, թող միշտ նայի երկինք Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն ուզում եմ մի կարևոր հանգամանքի մասին խոսեմ, երկնային արքայության, որ մեզանից ամեն մեկը գիտակցի, եթե դու քեզ համարում ես վերստին ծնված մարդ, իմացի այս փաստը։ Հիսուս Քրիստոսը երկրի վրա քայլելով մի օր տոնակատարության գնաց Երուսաղեմ եւ այնտեղ աղաղակեց, ասեց, ով որ ծառավ է, թող գա եւ այն ջուրը, որ ես իրեն պիտի տամ, խմի, եւ ով որ հավատա, նրա որովայնից կենդանի ջրեր կբխեն։ Ալելույա։ Այս ջրերը որտեղից վերցվեցին։ Ինչ ջրերի մասին է ասում Հիսուսը, հենց այնպես խոսած, այդպես չի։ Այդ ջուրը Հայտնության գիրքը մեզ բացում է, թե որտեղից է այդ ջուրը գալի։ Այդ ջուրը գալիս է երկնային Երուսաղեմի գահի վրա նստած Աստծո գահի տակից։ Կենդանի կյանքի ջուրն է, որը Հիսուսը ասում էր, արի եւ խմի։ Ալելույա։ Մենք տարբեր ժամանակ տարբեր ձևի մոտենում ենք եւ մեր ծառավը հագեցնում ենք։ Եթե քո սիրտը սիրում է Հիսուսին, դու չես պոկվում այդ ջրից։ Եթե քո սիրտը սենց ոչնչոտ վիճակի մեջ է, մեկ-մեկ խմում ես, մեկ-մեկ չէ, եւ կան անտարբեր սրտեր։ Անկամ ոդկը չեն ուզում մցնեն այդ ջուրը, չեմ ասում խմեն այդ ջրից, հասկանում ես։ Բայց ես քեզ մի գաղտնիք եմ ուզում բացանեմ այդ ջրի վերաբերյալ։ Այդ ջուրը, որի մասին Հիսուսը ասեց, որ եկեք եւ խմեք, այդ գետը, այդ գետի 4 բոլորը կյանքի ծառ է աճում, որը պտղաբերում է, եւ այդ պտուղը
լինում է մարդկանց բժշկության համար, հասկանում ես։ Այդ պտուղը կարևոր պտուղ է, թանկագին իմ եղբայրս եւ քույրս։ Եվ երբ մենք խոսում ենք կյանքի ծառի սերմի մասին, որը աճում է իմ եւ քո կյանքի մեջ, այդ արքայության ծառը այդ ջրի շուրջ է աճած, հասկանում ես։ Եվ երբ դու խմում ես Սուրբ Հոգու ջրից, այդ արքայության ծառը սկսում է քո կյանքի մեջ պտղաբեր լինել եւ պտուղ տալ։ Եվ գիտեք ինչ պտուղ է տալիս։ Գաղատացիս 5-րդ գլուխ 22-25 համարները։ Հոգու պտուղը, որը դու խմել ես, որը կյանքի ջուրն է հանդիսանում, եւ որի շուրջ այդ ծառն է ծաղկած, որը քո կյանքի մեջ սերմ է տվել, որովհետեւ դու երկնային արքայության սերմը կրողն ես։ Ծառը քո մեջ է աճած։ Հոգու պտուղը այս է. սերը, ուրախությունը, խաղաղությունը, երկար համբերությունը, շնորհը, ողորմությունը, հավատքը, ժուշկալությունը, հեզությունը, այսպիսիների վրա օրենք չկա։ Օրենք չկա։ Հիսուսը խոսում է կյանքի ծառի պտուղի մասին, որի մասին ինքը կոչ էր անում, որ դու գաս խմես այդ ջրերը, որի շուրջ աճում է այս ծառը, հասկանում ես։ Եվ երբ դու այս ջրից խմում ես, երբ դու Սուրբ Հոգու առաջնորդության մեջ ես մտնում, դու սկսում ես այս կյանքի ծառի մեջ արքայության պտուղներ բերել։ Հասկանում ես, եղբայրս եւ քույրս։ Եվ դու որպես արքայության ներկայացուցիչ բարի պտուղ բերող ծառ ես։ Եվ դու որպես արքայության ներկայացուցիչ պտղաբերում ես նրա համար, որ մարդիկ այդ պտուղը ուտելուց բժշկվեն։ Հասկանում ես, եղբայրս եւ քույրս։ Բժշկվեն, որովհետեւ քո կյանքի մեջ աճած է կյանքի արքայության ծառի պտուղը։ Որ մարդիկ գան եւ քո ներկայության մեջ իրենք ապաստարան գտնեն, որովհետեւ քո մեջ Սուրբ Հոգին է։ Բայց հիմա, եթե ես եւ դու այդպեսին չենք, մենք անունը կրող ենք, բայց իրականության մեջ Տերոջ ներկայությունը եւ զորությունը ուրացած ենք։ Ինչպիսի որակներ կան մեր կյանքի մեջ իրականության մեջ։ Եթե դու վերստին ծնված մարդ ես, եւ Տերը ասել է, որ արքայության այդ փոքր հատիկը քո մեջ սերմանել է եւ նա պիտի պտուղ տա, եւ չկա այդ պտուղը, մի հատ հարց տու։ Լավ, ինչու չկա։ Արդյոք ես ճիշտ եմ քայլում Հիսուս Քրիստոսի մեջ։ Գիտեք, ամեն վարքյան մենք սպասում ենք Հիսուսի վերադարձին։ Ամեն վարքյան ասում ենք, որ Տերը կարող է գալ եւ հենց այս րոպե հափշտակի եկեղեցին։ Այո եւ ամեն։ Ես սպասում եմ այդպես։ Բայց ում հափշտակի։ Ում ոտքերին կներեք ես օրինակը բերեմ, որ պարզ լինի, էլի։ Մաֆիան Ամերիկայի, որ որևէ մեկին սպանի, չէր տանում ուղակի գցում ծովը։ Նյու Յորքում, ասենք, սպանություն անելուց իրենք մարդուն սկզբից ոտքերը բետոնի մեջ էին դնում, հետո այդ բետոնի կտորով գցում ծովը։ Եվ այդ մարդը էլ շանս չուներ փրկվելու, խեղդվում էր միանգամից։ Հիմա ում հետևից գա Հիսուսը։ Ում ոտքերից աշխարհը բետոնի պես կպած է եւ քաշում է մեզ ներքև։ Այս ձևի մարդը ինչքան ուզում ես ասալ, թանկս, շանս չկա, հասկանում ես։ Շանս չկա։ Եթե քո կյանքի մեջ Հիսուս անունի տառերը արդեն ջնջվում է, Հիսուսը դառնում է քո համար ուղղակի միստերիա, դու ում ես սպասում։ Մինչև հափշտակության մտքին քո կյանքի մեջ բուսնելուն, դու պիտի մի հատ Հիսուսի հետ նորոգես քո հարաբերությունը։ Մտնես էլ այդ արքայության մեջ, որի մեջ Տերը քեզ մտցնում է, որպես իր զավակ եւ քաղաքացի։ Նորովի ճանաչես Հիսուսին, որը ամեն օր նույնն է։ Հասկանում ես, եղբայրս եւ քույրս։ Այսինքն Տերը ստանդարտներ ունի, որը ինքը քո համար ապահովել է,
Բայց դու ո՞նց ես սրան վերաբերվում, այստեղ է հարցը։ Դրա համար ինձնից հորդոր, ինձնից սկսած, ինձ էլ եմ ասում, չմտածեք, որ ես ասքանը, որ խոսացի, ինչ որ կերպ ես ինձ ձեզնից բարձր դրի, այդպես չի։ Գնանք Հիսուսի որովայնի ջուրը խմելու, որ այդ արքայության ծառն էլ էլի սկսի իմ և քո կյանքի մեջ պտուղ բերել, հասկանում ես։ Եվ այս ամենը, ինչ գաղաթացից թուղթը թվարկում է, դառնա իմ և քո համար արդիական։ Եվ երբ որ թեկուզ քույրս կամ եղբայրս ինձ վիրավորեն, ես չնեղվեմ։ Ինչ որ մի բան ասեն, ես չնեղվեմ։ Աշխարհում վիրավորեն, չնեղվեմ։ Ես Հիսուսինն եմ, ինչ նեղվելու մասին է խոսքը։ Հիսուս ասեց, եթե ինձ կանանչած ճյուղին այսպես արեցին, բա ձեր հետ ինչ կանեն։ Բայց մենք շատ խռովկան քրիստոնյաներ ենք, հոգևոր խռովկաններ ենք մենք։ Կարանք իրար վիրավորենք եւ անգամ մտքներովս չանցնի, որ պիտի ներողություն խնդրենք։ Կարող ենք իրար գլուխ ջարդել, այն ռուս ասում է, слово не птица, выйдет назад не вернешь, էլի այդ խոսքը դուս է թռնում, կարող է դանակի պես ճղել, բայց քո մտքով չանցնի, որ դու ինչ արեցիր։ Չգնաս մի հատ ասես, կներես քույրս, եղբայրս, հանդիմանությունը դադարել է մեր սրտի մեջ, որովհետև ծառը էլ պտուղ չի տալի։ Երկնային արքայության կանչված ժողովուրդ, բերեք էլի ապրենք այս արքայությունը։ Բերեք էլի խմենք այդ ջուրը եւ թող ծառը պտուղ տա եւ բժշկի եւ մեզ եւ շրջակա բոլորին։ Ամեն։ Եկեք աղոթենք, փառավորենք Տիրոջը։ Փառքեզ իմ ապավեն, շնորհակալ եմ շատ, Հիսուս ջան։ Շնորհակալ եմ, որ դու խոսել գիտես մեր կյանքի համար։ Շնորհակալ եմ իմ արքա, որ դու բժշկել գիտես, երբ մենք հիվանդ ենք։ Շնորհակալ եմ իմ արքա քո հանդիմանության համար, երբ մենք կաղում ենք։ Շնորհակալ եմ Հիսուս ջան, որովհետև քո ամեն մի խոսքը մեր փոփոխության համար է, փառավորվի քո անունը Հիսուս։ Ես հավատում եմ, որ դու ամեն բան արել ես, որ մենք ժառանգենք քո արքայությունը։ Առաջնորդի մեզ քո զորավոր ձեռքով եւ թող քո փառքը երևա ամեն մի բժշկված սրտի մեջ, Տեր ջան, փառավորվի քո սուրբ անունը։ Խոսի ամեն մեկից ներսը, Տեր ջան, խոսի, ուղեկցի, առաջնորդի, կառավարի եւ կառուցի մեզ։ Փառավոր իմ Տեր, ամեն փառքը հավիտյանս հավիտենից միայն քեզ է պատկանում։ Ես խոնարհվում եմ քո առաջ, խոնարհվում եմ, շնորհակալ եմ Թագավոր, շնորհակալ եմ, ամեն փառքը քեզ։ Մեծ արվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, ալելույա, ամեն։